Փառք Աստծուն ամեն մեկիդ համար, իրականում այն խոսքը, որ իմ սրտում կա, որ ուզում եմ այսօր խոսել ու կիսվել քեզ հետ, ուզում եմ կարդալ Ծննդոց 4-րդ գլուխ 7 խոսքից։ Այսպես է սկսվում խոսքը. Եթե լավ անես, ընդունելի չի լինելու։ Եթե լավ չանես, մեղքը դրան մոտ պառկած է, և նա քեզ պիտի հնազանդվի, և դու նրան պիտի իշխես։ Գիտեք, այս պատմությունը, այն պատմությունը, երբ որ երկու եղբայր զոհ են անում, մեկի զոհը ընդունվում է, մյուսինը չի ընդունվում։ Եվ մյուսը, երբ որ նոթերը կիտած է, ասում է, եթե լավ անես, միթե չի ընդունվելու։ Գիտեք, հաճախ ինչ է կատարվում մարդու կյանքում։ Մարդը մի բան անում է, բայց լավ չի անում, բայց ուզում է գնահատվի այնպես, ինչպես որ անում է մյուսը, որը որ լավ է անում։ Որտեղ մի հատ էլ մունաթ է գալի նրա վրա։ Բայց գիտեք, այս ամենի արանքում մի հատ վտանգավոր բան կա։ Ասում է, եթե լավ չանես, մեղքը դրան մոտ պառկած է։ Մեղքը դրան մոտ պառկած է։ Եվ քեզ է փափագում։ Գիտես, ամեն անգամ սիրելի եկեղեցիք, ամեն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, երբ որ դու սկսում ես մի բան անել ու լավ չանել, մեղքը կանգնած է կողքդ։ Կասես ոնց, այդպես։ Որովհետև դրանից հետո, երբ որ արձագանքը քո սրտի ուզածով չի լինում, մեկ էլ հանկարծ սկսում է բունտը բարձրանալ։ Ես ոնց եղավ։ Այս մեկը իմ հետ նույն բանը անում էր, իրան գնահատեցին, ինչ չգնահատեցին։ Իրան ասին շնորհակալություն, ինձ պրոստը հերվից ասեն ապրես։ Ու գիտեք, սկսվում է այդ ամենը։ Ու գիտեք, շատ անգամ մարդիկ չեն էլ հասկանում, ոնց է մեղքը գալիս ու մարդուն բռնում։ Գիտեք, ամեն բան սկսվում է մի տեղից։ Դա մեր այս մտավոր աշխարհն է։ Որովհետև շատ անգամ ձևը գալիս ու սկսում է քո մտքերի մեջ խոսալ։ Այս 15 տարվա հավատացյալ եմ, այս հովիվի աշկերը որ դա չի տենում, որ ես էլ կարամ ծառայեմ։ Իրականում հովիվի աշկերը ամեն բան տենում է։ Բայց հովիվից նաև տենում է քո սրտի դիրքը։ Որ դու ընդհանրապես մի հատիկ բան կա, դա ես ուզում անես։ Բոլորի մոտ երևաս։ Բայց այն մնացած տեղերում էլ դու չկաս։ Իսկ Աստված շոուի Աստված չի, Աստված սրտերի Աստված է։ Եվ դրա համար ինչ ասում, եթե լավ անես, եթե լավ չանես, մեղքը դրան առաջ պառկած է, սպասում է երբ պետք է ներս մտնի։ Գիտեք, ընդհանրապես, երբ որ մարդը շտապում է, երբեք չի պառկում։ Քանիստ եք ինքնաթիռով տեղից տեղ գնացել։ Փառք Աստծուն, ոմանք գնացել են։ Գիտեք, երբ որ դու գիտես, որ ժամը օրինակի մար 10-ին թռիչքն է, ամենակիչը դու մտածում ես, որ 2 ժամ առաջ պետք է լինես օդանավակայանում։ Գիտեք, գնում ենք արագ ռեգիստրացիան անցնում ենք, գնում ենք այս սպասասրահ ու նստում ենք մի ժամ։ Բայց գիտեք դուք ինչ եք այդպես անում, որպեսզի հանկարծ թռիչքից չուշանաք։ Թեկուզ 1 րոպե, կասես, բայց 1 րոպեն ինչ է որ։ 1 րոպե կարող ես ուշանալ, որ դռները փակվեն։ Բայց կասես, ընդամենը 1 րոպե է, էլի, խիետին չէր որ։ Գիտեք, 1 րոպե ուշանալու դեպքում դռները փակվում, այլ չես անցնելու։ Ես մեկ անգամ թռնում եմ Եկատերինբուրգ, հովը այսպես էր տոմսը վերցրել, Մոսկվա, Եկատերինբուրգ։ Ու իմ տոմսի վրա գրված էր այնտեղ բաների ելքերի համարներ կա։ Գրված էր իմ տոմսի վրա, օրինակի մար, չեմ հիշում, այդպես պայմանականացնում եմ 36-րդ ելքը։ Ես գնացել նստել եմ 36-րդ ելքի մոտ ու սպասում եմ։ Ու գիտեք ամենահետաքրքիրը որ օդանավակայաններում երբեմն այդ հաղորդավարը այսպես են խոսում. 36 միլիոններ գնում են այսպես։ Ասում մի հատ նորից, մեկ էլ անգլերեն է խոսում։
նույն բանը անգլերեն ասում, հետո նույն բանը նորից ռուսերեն ասում, դու բան չես հասկանում։ Բայց դες սպասում եմ, արդեն նայում եմ ժամին, որ պետք է ելքը արդեն բացված լինի։ Ես մոտենում եմ մի հատ ուրիշ ելքի այդ աշխատողներին, ասում եմ, լսեք, իմ տոմսը սա է, ու ելքը դեռ փակ է։ Ասма, ձեր ելքը առաջի հարկում ես ինչ համարն է։ Արդեն վաղուց ռեգիստրացիա սկսվել է։ Գիտեք, Մոսկվայի օդանավակայանները Երևանի օդանավակայանի պես չեն։ Իչև անգամ օդանավակայաններ կամ որ ներքևում գնացքով ես մի տեղից մի տերմինալից մյուս տերմինալը գնում։ Ես էլ բավական մեծ ձեռքի բան ունեմ, պայուսակ ունեմ, ու նայում եմ ժամին, որ ես ուսանում եմ, ոնց կվազեմ։ Հələ փառք ասում որ ոստիկանները չբռնեցին, ասում ես ուր ես վազում, հələ տենանք դով ես։ Գիտեք, ես չգիտեմ իրականում հրաշք եղավ, որ հասել եմ, տվել եմ տոմսս, պատրել են, ընդեղ էլ այդ տրանզիտ բաները մի անգամից ինքնաթիռ չես մտնում։ Ասենց բարձրացել եմ ավտոբուսը, Երևակայի 2 րոպե չի տևել, 2 րոպե հետո ավտոբուսի դռները փակվեց, ընդեղ էլի ասում են որ գիտեք քանի հոգի կա որ պետքա երևի իմ նման նստել էին ու մնացել էին։ Ու իրականում Սամվելո ինքնաթիռը սկսեց իր ոնց որ գործողությունը թռա Եկատերինբուրգ, հետո ով ասի խնդրում եմ, եթե ինչ-որ բան կա տարբերությունը կլինի, ես վճարեմ, բայց էլ սեր չլինի։ Ուղիղ չվերթ։ Եկուս մի ժամ թող ավել լինի, բայց ուղիղ որ մյուս անգամ այս վիճակը չլինի։ Նայեք։ Դու շտապում ես որ չուշանաս։ Իսկ երբ որ դու չես շտապում, դու առավոտը հելնում ես, միասին ճմրթվում ես, չէ՞։ Որտեղ չես շտապում։ Նայեք, մեղքը չի շտապում։ Ինքը քո ամբողջ կյանքում սպասում է։ Գիտեք ինչի։ Գուցե քո խորը ծերության մեջ քեզ գցի իր մեջ, իր թակարդը։ Պարկած, սպասում է։ Ամեն անգամ մի հատ փորձ անում։ Տեսնի կստացվի թե չէ։ Ասում եմ, եթե լավ չանես, մյուրիշ թարգմանության մեջ գրված եթե բարի չանես, եթե բարի չանես, մեղքը սրտի դռան դեմ պարկածա քեզ է փափագում։ Ուտեք շատ անգամ մարդիկ չեն էլ մտածում մեղքի մասին։ Իրանք չեն էլ հասկանում, որ այդ ամեն ինչով իրանք մեղքի մեջ են հայտնվում։ Եվ որ մարդը հայտնվում է մեղքի մեջ, գիտես մարդու միտքը սկսում է մթագնել, մարդու սիրտը սկսում է խստանալ, մարդը ինքը ամենտեղ մտածում է, որ ինքը ճիշտ է։ Հələ մերկուսի վրա էլ մունա տակել, հա ինչա որ։ Հա ինչ արեցի որ։ Ու ինքը չի էլ հասկանում, որ ինքը մի քիչ կոկորտ արդեն թաղվել է մեղքի մեջ։ Եվ ինքը ապրում է մեղքի մեջ։ Գիտեք, մեղքը անսահման ժամանակ ունի։ Ամբողջ քո կյանքի ընթացքում ինքը ժամանակ ունի, որ քեզ ուղղակի ոտք դնի քո կյանք։ Ոտք դնի քո կյանք։ Դուք պատկերացնում եք մի մարդ, բայց միակ մարդն է եղել, իմ ամբողջ Աստվածաշունչը, ես չգիտեմ քո Աստվածաշունչը ոնց, իմ ամբողջ Աստվածաշունչում դա միակ մարդն է եղել, որ տեսել է Աստծո փառքը, ընել հետևից։ Աստծուն ընել հետևից, որ Աստծո փառքը անցել ինքը հետևից տեսել է։ Բայց գիտեք, վերջի ժամանակում ժողովուրդը այնքան սենց իրան վրդովեցրեցին, որ Աստված ասեց իրան գավազանը մեկնի ու ասա թո ջուրը գա, այս անգամ նորից ինքը խփեց։ Եվ դա դարձավ պատճառ, որ ինքը Քանանու երկիր չմտավ։ Գիտեք, այնքան զորավոր բաներ եղավ Մովսեսի ձեռով։ Այնքան զորավոր բաներ եղավ, որ միջև հիմա այդպես բաներ չի եղել։ Քանից եք տեսել, որ մեկը կարա գնա, գավազանը կպցնի գետին ու գետը արուն դառնա։ Քանից եք տեսել, բացի Մովսեսի ժամանակից, որ դուք պատկերացնում եք հիմա դուրս գաք փողոց ասեք, լսեք, արագացավանցիներ, եթե դուք չապաշխարեք, ես ասելու եմ բոլոր մրջունները գալու են ձեր գյուղը։ Ու մեկ էլ տենում ես բոլոր մրջունները ասեն շարված նվագելով գալիս են, հա։ Если близко воробей, մի բաթովի պուշկու գալիս են։ Չկա, գիտեք, իրականում չի եղել նման բան։ Կամ ասեք հիմա նայեք ինչ եմ անում արագացավանցիներ։
Քան որ այստեղ եմ դրա համար եմ այստեղ խոսում։ Այս ասում կարկուտը գա։ Ու մեկը ասես մեկը գում, մեկի կրուշնա կոտրվում, մեկի չգիտեմ, անասների կեսն են մնում դաշտում։ Մեկը ասում է նայեք, իմ ինչ եմ անում, շրխ։ Սաղ տեղերը լույսը անջտվում, բայց մենակ այս հավատացյալների մոտ լույս կա։ Այս էլեկտրոէներգիայի մասին չի խոսքը, արևի լույսի մասին է խոսքը։ Ու ասում են ինքան թանձր խավար էր, որ մարդիկ ման էին գալի։ Բայց գիտեք վերջում ինչ եղավ։ Վերջում իր անազանդության պատճառով ասես կտեսնես Քանանու երկիրը, բայց չես մտնի։ Քանիստ եք Մովսեսից լավը։ Քանիստ եք Մովսեսից լավը։ Ինչ եք մտածում, որ հա դե լավ ոչինչ։ Այս մեղքն էլ կգործեմ, այս մեղ հա դե լավ ոչինչ, ես էլ կգործեմ։ Մի հատ հումոր կա, մեկը գալիս է քահանայի մոտ, ասում է Տեր այր, մեղք եմ գործած, ինչ դու մտածում ես ես վիտր եմ գործում։ Գիտեք իրականում դա հումոր է։ Շատ մարդիկ այնքան թեթև են նայում մեղքին, ոչ թե դու մտածում ես մենք սվիտր են գործում։ Ես իրականում դու չպետք է այդպես վարվես մեղքի նկատմամբ։ Մեղքը մի բան է, երբ որ սկսում է ճառակել քո կյանքի մեջ, ինքը քո բոլոր օրգանները սկսում է պարալիզ, քո բոլոր հոգևոր օրգանները, այսպես ասեմ, սկսում է պարալիզացնել։ Ուզում եմ մի տեղ էլ կարդամ։ Ելից 23 23 լավ էր։ Գիտեք, այստեղ խոսում է Աստվածաշունչը մի պատմության մասին, որ ազգեր կան, որ ունեն վատ սովորություններ, վատ մտածելակերպ, եւ ասում է իրանց ձեր բոլորի առաջից կամած կոտորելով տանելու եմ։ Եվ 33 խոսքում է ինչ ասում, քո երկրիդ մեջ, ասում է իրանք թող չբնակվեն։ Քո երկրի մեջ, քո ժողովրդի մեջ, ասում է իրանք թող չապրեն։ Որպիսի քեզ մեղք գործեր չտան իմ դեմ, որովհետև եթե նրանց աստվածները պաշտես, անշուշտ այն քեզ որոգայթ պիտի լինի։ Հիմա կասես, հովիվ դա ինչ կապ ունի, եթե քո թեմայի վերնագիրը, որ վերնագրել ես, եթե լավ անես, եթե բարի անես, ասում է իրանք թող քո մոտ չլինեն, որտեղ իրանք կարող են քեզ մեղքի մեջ գցել տալ։ Հիմա կասես, բայց այդ ազգերն էին, բայց ես հիմա ուրիշ բան եմ ուզում քեզ ասել։ Գիտեք, այդ ամենը կարող է լինել քո վատ սովորությունը։ Այդ ազգերի փոխհարաբերական ձևը կարող է լինել, սիրելի եկեղեցի, ամեն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, կարող է լինել քո վատ սովորությունը։ Դու մի վատ սովորություն ունես, եւ այդ սովորությունը անընդհատ կարող է դառնալ պատճառ քեզ մեղքի մեջ գցելու։ Դու ունես վատ սովորություն քննադատելու մարդկանց։ Եկամ ես կնիկա շրթունքները կարմիր աներքե։ Մեծ տարիքի կնիկը շրթունքները կարմիր կներ, բայց քեզ ինչ։ Ինքը իր մարդ է, ինքը իր շրթունքները ինչ ուզում է ներկում է։ Եկամ ես կնիկա մազերը նայեք ինչ աներքե, լոկոները արե։ Այ մարդ քեզ ինչ։ Հետո երկում է։ Դու ես իմ ծարավը հագեցնող Հիսուս, լայնը որ մեկը ձեռը չի բարձրացնում վերև։ Գիտեք, իր սովորությունը այդպեսին է, բոլորին քննադատում է։ Գիտեք, ասում են, այդ ցեղերը, այդ ժողովուրդը թող քո մոտ չբնակվի։ Սիրելի եկեղեցի, վատ սովորություններ կան, որ քեզանից պետք է գիտես ինչ անես, հեռացնես։ Հեռացնես, որտեղ իրենք քեզ մեղքի մեջ են գցելու։ Գիտես, իրականում այդ իրավիճակները կարող են գլխիդ փորձան բերել։ Քո բնավորության վատ գծերը կարող են իրականում քո գլխին փորձան բերել։ Կարող են քեզ մեղքի մեջ գցել։ Որտեղ բնավորությամբ դու խռովկան ես։ Մեկը կողքով տանցնում է։ Տեսար ոնց անցավ իմ կողքով։ Իսկ իմ հետ չբարևեցել։ Ինչ գիտես այդ մարդու գլխում այդ բանը ինչ է կատարվում։ Ինչ գիտես այդ մարդու խնդիրները, այդ մարդու հոգսերը, այդ մարդու խնդիրները։ Դու գնա բարև իրան։ Հիմա նայեք։
Մարդիկ կան, որ ունեն վատ բնավորություն, բոլորի կյանքով հետաքրքրվում են։ Մեկ էլ առավոտ զանգում եմ, աղջիկս, այսօր մարդդ ինչ արեց։ Մարդդ փող բերեց տուն, տեղ հետ գնաց գործի, հա, նայ, հա, ձերդ բաց չթողես հանգարց, բոլորին կոնտրոլի տակ։ Գիտես, ամեն օր զանգումը կոնտրոլարում իր աղջկան։ Այն մյուսը զանգում է, տղես, հանգարց այդ հարցին տեղ չտաս։ Զգուշ կլնես այդ հարցից։ Հո, զգուշ, հա, գիտես ինքում աղջիկն է։ Հա, որ գիտեր ում աղջիկն չի առար։ Թե ժամանակ լավն էր։ Հա, թե ժամանակ լավն էր, հենց եկավ ասավ քո տունը դարձավ վատ, Այդ դեպքում մտածի խի դարձավ վատը։ Միջև քո տուն հասնել է լավն էր այդ աղջիկը, հասավ քո տունը դարձավ վատը։ Այդ միջև այդ ճաշեպել գիտե, հասավ քո տունը ճաշեպել չգիտի, հա։ Գիտեք, վատ բնավորություն է մարդու, որ գիտեք ինչ անում, տանում է մեղքի։ Ու գիտեք, այդ մեղքը կարող է, գիտես, կամած պարուրել, ու այդ մարդու ոչ մի լավ բան էլ դու չես տենում։ Հարսդ լվասկը փռում եմ, լվասկը հավաքում ես, նորից լցում ես լվասկի մեքենան, հանում ես նույն ձևի դու ես, ուզում ես հասկանաս, ինչ փոխվեց։ Ոչ մի բան, նույն սպիտակ եղել, նորից կախված է նույն պարանի վրա, ուղղակի մի հատ շոր առաջ, մի հատ շոր հետ։ Լավ, ընդրենք մի շոր առաջ կամ մի շոր հետ, ինչ է փոխում։ Ես սենց եմ ուզում։ Այդ դեպքում էլ հարցդ ասա կխնդրեմ, բալես։ Դու լվասկ մի արա, ես կանեմ։ Յա, կաղա գիտես տունս բան եմ բերել։ Լսեք, այդ հարցը քոնը չի, այդ հարցը իր Մարտինն է։ Վատ բնավորություն։ Գիտեք, մարդիկ կան, որ բնավորություն ունեն ամեն բանի մեջ, որ մարդու հետ խոսում են, գիտեք ինչ։ Այսն չես դերը ագնոստերը գլխիդ։ Գիտես, մունաթով, զունաթով։ Գիտես, դա վատ բնավորություն է, որը որ դուռը բացում, ասում են այ գործ եմ ուզում կարդալ։ Քո երկրիդ մեջ թող չբնակվեն։ Ասում են նման բաները քո երկրի մեջ չբնակվեն, նման բաները իմ երկրի մեջ չպետք է բնակվեն։ Ասա ինչի։ Դες ինչ ասում, որպեսզի քեզ մեղ գործել չտան։ Նման բաները քեզ ստիպում են, որ դու մեղ գործես։ Բայց դու չես էլ իմանում ոնց գործեցիր այդ մեղքը։ Որտեղ դու չես էլ հասկանում, թե այդ process-ում ինչ է կատարվում քո հետ։ Մյուս բանը, գիտեք որն է, չարընկերակցությունները։ Մի բան ասեմ, ես սիրելի եկույրեր, եղբայրներ, կամ այն մարդիկ, ովքեր որ մեզ կլսեք, Իմիջ ասում բավական մարդիկ մեզ դրսերում հետևում են։ Այստեղ մի բան պատմեմ, էլի։ Կոնֆերանսի երկրորդ օրը մի զույգ սենց, չէ, սկզբում տղամարդը մոտեցավ այդ օկինը, ասում հովիվ կանգնի, քեզ բան ունեմ ասելու, ասում, խնդրեմ ասեք։ Ասում դուք հիշում եք, որ Մոսկվայում եք։ Ասում ճիշտ ասած, հա, հիշում եմ, որ Մոսկվայում եք, բայց մնացածը չեմ հիշում։ Ասում դուք իմ երեխու համար աղոթել եք։ Ասում շատ լավ, փառք Աստծուն։ Ասում չէ, սպասեք։ Ասում ինչ ա եղել։ Ասում երբ որ մենք Մոսկվայում ենք, երկու անգամ եմ եղել, բայց չեմ հիշում, որ ասում 2 տարի առաջ մենք վերջի անգամ 2 տարի առաջ եղանք Մոսկվայում։ Ահովը մտորին ասեց դու պետք է ծառայես, խոսեցինք, դու սկսի մարդկանց համար աղոթել։ Ով նստել ասում ինչ լավ այս անգամ ես հանգստանում եմ դու աղոթի։ Գիտեք, ես չգիտեմ ինչի դեմ եմ աղոթել երեխու համար։ Ասում դու այն ինչ որ դետալի խոսում է այդ իրական մեր երեխու կյանքում կար։ Եվ ասում գիտեք, իր մոտ խնդիրներ կար։ Ասում այդ Պոշկեկի մեջ մեծ քարերն եղել, երեխան հիմա արդեն 5 տարեկան է, ժամանակ 2-3 տարեկան է եղել։ Ասում որ իրան շատ նեղացում դաժի իր աշկը սենց ուռել էր արդեն այդ ամեն ինչից։ Ասում այդ երեկոյան էր, որ մենք այդ աղոթքի ծառայություն ունեինք։ Այդ աղոթքից հետո ասում դուք այնպես բաներ եք խոսում մեր երեխու համար, որ ոնց որ իրականում այդ ամենը կար։ Ասում գիտեք ամեն հետաքրքիրը որն ասում եմ, չէ, չգիտեմ, ասեք։ Ասում առավոտ հարթնացանք, այդ աշկի ուռուսկը չկար։ Երկու թե մի շաբաթ տանում եմ բժշկի, նայում եմ երեխու երեկաների մեջ ընդհանրապես էլ քար չկար։ Աստված հրաշքով բժշկել էր։ Ասում մենք ուզում էինք ձեզ գրեինք, ասում գրեի։ Ասում ենք ուզում էինք հետո կինը եկավ, իր հերթին կինը սկսեց պատմել, այդ իրանց վերապրումները, այդ ամեն ինչը։ Ասում ենք ձեզ հետևում ենք։ Ասում լավ է։
զգուշ լինենք են բանը որ լվացում է հարցածին ուզում այ կնիկ քեզ մի քիչ տեսած բայ մնչոզը կավապատայի մեզ յետևում են գիտես իրականում իրավիճակներ կան որ դու պետք է քեզ իրականում ճիշտ պահես ամենտեղ եւ նայեք ինչ ասում որպեսի նրանց որպեսի մեղ գործեր չտան ինձ դեմ գիտեք սովորություններ կան բնավորություններ կան չար ընկերակցություններ կան գիտես քեզ ստիպում են որ դու մեղ գործես հիմա նայեք երբ որ ընկերներդ հավաքված են գինի են խմում դու չես կարող 1 2 5 10 կամ դու պետք է դες գնաս կամ քեզ ստիպել են որ դու էլ խմես երեքովներում մի տեղ ենք նստած ու այնքան հետաքրքիր էր հովը մի տեղ ալինում ասում են ձեզ ինչ հյուրասիրենք ասում ինչ որ ձեր հովն է խմում մեկ էլ ասում բաժակով կոնյակ եմ բերում ասում եմ հովը պալի տարի այդ հովին որ կոնյակ է խմում էլի ասում եմ ձեզ ինչ հյուրասիրենք ասում ինչ որ ձեր հովը մեկ էլ բաժակով կոնյակը բերում են էլի գիտեք չար ընկերակցություն գիտես ասում եմ այդ նորից կարդամ քո երկրիդ մեջ թող չբնակվեն իրենք գիտեք իրանք քեզ մեղ գործել են տալու դու հայտնվելու ես մեղքի մեջ նման մարդիկ քեզ ստիպելու են որ դու մեղ գործես դու ուզես չուզես երկու տարբերակ ունես կամ այդ ընկերակցության հետ շարունակելով դու հայտնվելու ես մեղքի մեջ կամ քո ընկերակցությունը պիտի փոխվի գիտեք ես աշխարհիկ ժամանակ ունեցել եմ ընկերներ բայց գիտեք այդ ընկերները հիմա էլ չկան հիմա իմ մոտ կան հոգևոր ընկերներ հովիվ ընկերներ ու դրանք ասեմ շատ չեմ մի քանիսն են ու ինչ ամեն հետաքրքիրը այդ ամենը քո կյանքը կարող են փոխել ու տանել քեզ կամ դեպի սրբության կամ դեպի մեղքի ու գիտես մեղքը երբ որ գալիս է սկսում է մարդուն կամած գիտեք ինչ անել ես կխնդրեմ մի հատ նկարկացույց տակ էլի գիտես ինչ անել այդ ընկերակցությունները այդ բնավորությունը այդ սովորությունները գիտես քեզ կամած բռնում են հիմա նայեք այս նկարում նայեք սա բույսն է ճիշտ է սա մոլախոտն է հիմա նայեք այս մոլախոտերը ինչ են անում հատկապես են վերևի նկարում ամբողջովին պարալիզացրել են բույսին եւ շատ մոլախոտեր կան որ հենց sense կպնում են այս բույսին ու սկսում են այս իր տերևներից սնվել իրանք սնվում են իրանք ուժեղանում են բայց բույսին սպանում են գիտեք մեղքը այս մոլախոտի նման է դժվարը որ սկսեց փաթաթվել քեզ գիտես կամած գիտեք ինչ անում այ բերում հասցնում աստեղ հիմա պատկերացեք այս մարդը ընդրենք պատկերացեք ներքևի օրինակի մար հաշվենք խնձորենի է հաշվենք օրինակի մար չգիտեմ մարդիկ հուշում են լոլիկա հա հաշվենք ինքը դա է հիմա նայեք երբ որ սենց պարալիզացվել է դու չես կարող իրանից պտուղ հավաքես ինքը խեղդելու է այս ամենը եւ ինքը պտուղ չի տալու գիտեք մեղքը այս սրանը նման ինչ ասեց Կայենին եթե բարի չանես մեղքը դրանը դեմ պարկածա մեղքը դրանը դեմ պարկածա իսկ եթե լավ անես ինքը քեզանից գիտես կա դու իշխելու ես իրա վրա հիմա տեսեք շատ մարդիկ ինչ են անում սկսում են քախան անել մաքրում են այս ամենը տեսեք հիմա այստեղ փաթաթվել է ծաղիկների վրա եթե այստեղ չմաքրվի ինքը ուշտեսու դառնալու նրա նման եւ խեղդելու է բույսին եւ ինքը պտուղ չի տալու եւ ինքը չորանալու է եւ այգուտերը մաքրելով էլ չի նայելու է ոնց եք ասում քոլ են ասում չէ պոմիդորի հա լոլիկի քոլերը գիտես ինչ անելու մաքրելու է հետը վերցնելու տանելու գցելու վառելիքի մեջ գիտեք մեղքը էսպիսին է գիտեք սկզբում ինքը քիչ է նայեք մի երկու հատ հայտնվում են սկզբում ընդեղ հետո մի քանի հետո վերջում դառնում է այսպիսին ու գիտես մարդը ինչ անում ինքը տենում է որ ինքը ամեն ինչում ճիշտ է որովհետև երբ որ իր միտքը այսպես մթագնած է
Ինքը չեր հասկանում, որ այդ չար ընկերակցությունը, այդ վատ բնավորությունը, վատ սովորույթները իրան բերեցին, հասցրեցին այս սրան։ Եվ ինքը դարձավ անպտուղ։ Որտեղ ինքը բոլորին քննադատում է։ Բոլորին քննադատում է։ Ինքը լավը չի։ Այս մեկի գլխին սիպտակ գավնոցի փոխարեն սևն է, այն մեկը աշկերի վրա է, այն մեկը ինչ է մայքեն հակ է, ու գիտես କି բոլորին քննադատում է ինքը։ Դա իր վատ սովորույթն է։ Սկսում է բոլորին կոնտրոլ անել։ Աղջիկ ես նստել, դե գնանդ նստի։ Ասես մի արես, մեկը նենց, լսեք, թողեք։ Հետևեք ձեզ։ Հիմա նայեք, երբ որ այս մոլախոտերը մաքրվեն, այս բույսը սկսելու աճել։ Համաձայն եք։ Ինքը սկսել է պտուղ տալ։ Ինքը գեղեցկանալու է։ Ինքը գեղեցկանալու է։ Գիտեք, փաթաթված է գայլուկ կոչվածը բույսին։ Եվ դու չես հասկանում ինքը ինչ բույս է։ Եվ որ մաքրում ես, դու տեսնում ես գեղեցիկ օրինակ հիմա ծաղիկ էր տակը։ Ու մեկ էլ մի կարճ ժամանակ հետո այդ ծաղիկի բուրմունքը վայելում ես։ Գիտեք, սելի եկեղեցի կամ այն մարդիկ ովքեր որ մեզ նայեք մեղքը այսպիսին է։ Պարուրում ամբողջ մարդուն ու մարդը չի էլ հասկանում, թե իր հետ ինչա կատարվում։ Բայց գիտեք ահավորը որն է, որ այս մոլախոտերը սնվում են այս բույսի հաշվին։ Այդ բույսի հաշվին է սնվում։ Եվ դու ես որոշում։ Քո բնավորության գծեր կա, փոխես թե չէ։ Մունաթիկը փոխես թե չէ, կոնտրոլը փոխես թե չէ, վատ ընկերակցությունը փոխես թե չէ, անհոգ բնավորությունը փոխես թե չէ, դու ես որոշում։ Չէ՞ որ Աստվածաշունչը ասում է քո առաջ դնում եմ կյանքի ճանապարհը մահվան ճանապարհ ընտրի։ Ես եմ ուզում։ Աստված ուզում ես դրա պտուղը դու ես քաղելու։ Դու ես ընտրում խոնարհվես թե քիթը տնգած մնաս։ Դա բնավորություն է։ Գիտեք, երեք մենք երեխեք հետ գալիս ենք ու ճանապարհին խոսակցություն ենք գնում, ասում ենք բնավորության գծեր կա, դու պետք է փոխես։ Դու չես կարող գնաս դες կա, կլինի աղոթեք ես ազատագրվեմ։ Ինչից։ Քիթս ուրիշի բաների մեջ խոթելուց։ Կտրի քթի ձերը։ Որ երկար չլինի մտնելու։ Դա բնավորություն է, դու չես կարող դրանից ազատագրվես, դու պետք է աշխատես քո վրա, դա քո բնավորությունը պետք է փոխես։ Գիտեք, վատ սովորություն։ Տեսել եք մարդիկ, որ թեկուզ ապաշխարել են, բայց գիտեք ինչ են անում, կոֆեն խմելուց բաժակը շուռ են տալի։ Պրոստը շուռ են տալի։ Ասում ես դա սովորություն է։ Ասում ես դա վատ սովորություն է։ Եվ որ դու կոֆեն խմես բաժակը շուռ ես տալիս, դա ինչ որ բանի հետևանք է, ինչ որ բանի խորհուրդ է։ Որտեղ գուշակների մոտ գնում ես ինքը մի բաժակ էզի կոֆե է խմցնում, բաժակը շուռ տալա տալիս, հետո սկսում է մեջը կարդալ։ Օ, լսի ճանապարհ եմ տեսնում։ Ասում ես դե 80 կիլոմետր ճամփա եմ եկել, այդքան էլ հետ գնամ էլի։ Չո, ճանապարհ պետք է գնաս։ Ոնց որ թե նայում եմ 4 սատ անիվ եմ տենում, ասում ես դա ավտոյով եմ եկել էլի։ Ոտով չեմ եկել։ Ու գիտես Ռուսը միած էսպեսի մի քիչ բան է, այն լապշա նաուշի վիճակն է։ Ու մարդը հավատում է, լսի ինքն ճիշտ ասեց ինձ։ Հիմա եկել ես տուն, ապաշխարել ես, բայց էլ այդ կոֆեն շրջելու սովորությունը մնացել է։ Մի օր էլ որ շատ մենակ ես լինելու, ինչ որ խնդիրներ ես ունենալու, հանկարծ սատանան ականջիդ խոսելու է։ Գաստեղ։ Ինքը խնդիրներ ունի, ինքը պրոբլեմներ ունի, մեկ էլ գալիս է։ Հիշում ես, որ գնաց իրեն Վարդուշի մոտ, կոֆեն շրջեց, նայեց իրել եմ այդ շուրտու։ Եթե գնա, եկել նորից լսի, խնդիրներ ունես, չգիտես ինչ պիտի անես, մի հատ շուրտ տուր բաժակդ։ Մեկ էլ ինքը շուռ է տալի բաժակը։ Ու նայում է։ Օրա 3 հատ կետ է երևում։ Հիսուս ջան, կարող է էսի երրորդության նշանն է։ Ստեղ ոնց որ մի հատ էլ թև եմ տենում։
Այս կարող է հրեշտակի թևն է։ Սա ասում հա իրոք, դա հրեշտակի թևն է։ Նայ, հետո նորից նայ։ Լսի, դու կարող ես պարգև ունես։ Հələ նայ տեսել ինչեր ես տենում։ Կարող ես քեզ չնորտամ սկսես նայել։ Մերսի Ռուժան, կարաս նստես։ Գիտեք այդ վատ սովորությունը կամած բերում հասցնում ա նրան, որ մարդը ընկնում ա մեղքի մեջ։ Երեք մի ազնվորություն մոտեցել ինձ ասում ա, ուզում եմ հովին տենամ։ Ասում եմ հովը ընդեղ է, կարաս չէ, ուզում եմ հետը խոսամ։ Ասում եմ ուզում եմ բարի խոսք գտնես, որ ես գնամ հովին ասեմ հետը խոսի, գնա տես։ Ասում եմ լսես ոնց որ պարգև ունեմ, ասում ինչ պարգև, ասում որ մտնում եմ դևեր եմ տենում։ Ասի աչքից դու պիտի գաս ազատագրման ծառայության։ Ասի աչքից դու պիտի գաս մի հատ ազատագրման ծառայության քումր աղոթենք։ Ասում եմ ասի այդ աղոթքից հետո կհասկանաս այդ դևերին տենում ես թե չես տենում։ Եկա բարևեց ձերը դրեցիս, ասի լսպասի, ռոբ, դետ իմ սովորություն ասի, լավա, գիտեք իշտ ամենաավորը, որ սովորություններ կան, որ կեզ տանում ա մեղքի, դաթարիր այդ սովորություններից, կամ դուք որ ինձ լսում եք ասում եմ դաթարեք այդ սովորություններից, որովհետև իրանք կարա մի օր դուր բացեն, ու դու հայտնվես մեղքի մեջ, ոնց որ քիչ առաջվա խոսքում կարդում էի, դաթարեք այդ սովորություններից, որովհետև սովորություններ կան, որ մեզի Աստծուց կարան հեռացնեն։ Հիմա կասես ոնց ա լինում այդպես, հասարակ ձևի, նայեք Սամսոնի կյանքին, նայեք Սողոմոնի կյանքին, քանիսիդ հետ Աստված դեմ առ դեմ խոսի, ասի ինչ ուզում կտամ քեզ։ Կա այստեղ մեկը, կամ դուք որ մեզ լսում եք, որևիցե մեկիդ հետ Աստված դեմ առ դեմ խոսի, ասելա ինչ ես ուզում, հետո կտամ քեզ։ Ասում իմաստություն եմ ուզում։ Ասես որ իմաստություն ես ուզում, քեզ հարստություն էլ կտամ։ Բայց գիտեք, մի հատ բնավորության գիծ կար, որ ասում էր հրե աղջիկները չեմ պչնվում, սա իմ պատկերացումն է։ Ոնց կլսեք ինձ, սա իմ պատկերացումն է, այդպես չի գրված։ Պորտերը չեն բացում, չգիտեմ ինչեր չեն անում, իսկ այս հեթանոսները լավ են իրաց նայում։ Ու սկսես հետանոց կանանց վերցնել իրան։ Մի օր էլ գիտեք այդ վատ բնավորության հետևանքով ինչ եղավ։ Ստիպեցին այդ հետանոց կանայք, ինքը սկսեց երկրպագություն անել ուրիշ աստվածների։ Քո վատ բնավորությունը կարա քեզ ստիպի, որ դու հայտնվես մեղքի մեջ։ Գիտեք օծություն կար վրեն։ Քանից եք տեսել, որ մի հատ էշի ծնոտով, մարդը 1000-ից ավել մարդ, մենակ, աչ ու ձախ էշի ծնոտով, զենքով գալիս է վերեն, թերով, նիզակով, էշի ծնոտով սաղին ջարդը տալիս է։ Բայց մի հատ վատ բնավորություն կար, որ մի հատ աղջիկ էր ասնում, միջև տուն մտեն, հա, վայ, ես դու չնայ է, նորից անա, մեկ էլ մի օքին էլ ասում է յանա գնում, նայում այդևից, աղստել էր պտի չնայ է, ու գիտես իրա վատ բնավորության պատճառով, աշկերը անեցին։ Եկա մի մարդ, որ ահու սարսափ էր մի ամբողջ ազգի համար, միտեղ էշի փոխարեն իրան են կապե, ու սենց աղուն է աղում, վատ բնավորության հետևանքով, վատ սովորության հետևանքով, սելի եկեղեցիկ ամեն մարդիկ ովքեր մեզ լսեք, հետևեք ձեզ։ Մեղքը քեզ դարձնելու է գերի ու ծառա, ասում է եթե լավ անես, եթե լավ անես, մեղքը չի կարա քեզ տիրություն անի, բայց եթե լավ չարեցիր, մեղքը քեզ տիրություն անելու, ու դառնալուց դիրա ծառան։ Գիտեք, ոչ մեկը թող չհպարտան ասի, չէ, ես գիտես ինչ լավն եմ, ինչ օծություն կա իմ վրա։ Քանիսիդ վրա է այդպես օծություն, որ կարաք առություն բռնեք ու երկու կես անեք։ Կա մարդ, որ այդպես օծություն ունի իր վրա։ Բայց այդ մարդը իր վատ բնավորության հետևանքով դարձավ կույր ու էշի փոխարեն ինքն էր պտտում այդ ջաղացի քարը։ Գիտեք, այնքան կարևոր է, որ մենք սա հասկանանք։ Ես դի փոխվեմ։ Ես դի սովորություններ կա թողեմ։ Ես գիտես, եթե սովորություն ունեմ, չգիտեմ, անընդհատ սերիալ նայել ես դու թողեմ դա։
որտեղ վերջը ինձ ստիպելու է այդ սերիալը, գիտես ինչ անեմ, ես որպես տղամարդ իմ դիրքից եմ խոսում, նայեմ ուրիշի կանանց, որտեղ բոլոր սերիալների մեջ նրա կնիկը նրա մարդու հետ է, նրա մարդը նրա կնգայիդ է, էսի սրանից բաժնվեց նրա հետ պսակվավ, էսի 5 հոգու հետ խոսում է, իմ կասես դու սերիալ ես նայում, չէ, չեմ նայում, անկեղծ։ Բայց գիտես, երբ որ մարդիկ խոսում են երբեմն իրար հետ, ես մեկ անգամ մի քանի սերիալ, գիտեք որ եմ նայ, Գավիոտան։ Աու։ Ու ես գիտեք ինչ հասկացա։ Ես դրանից դեռ սերիալ չեմ նայել բացարձակ։ Ու հիմա էլ չեմ նայում։ Ես հասկացա, ես ֆիլմեր նայել եմ, հիմա էլ որ ժամանակ, եթե ժամանակ ունեմ, ֆիլմ նայում եմ։ Բայց ոչ ցենզուրայից դուրս ֆիլմեր։ Որ ունի սկիզբ ու վերջ։ Սերիալը չունի սկիզբ ու վերջ։ Ունի սկիզբ, բայց վերջ չունի։ Արդեն այդ սերիալում երկու սերունդ այն երեխեն, որ այդ սերիալում նոր էր ծնվել, արդեն այն, չգիտեմ, 1000 քաներորդ սերիայում, արդեն ինքն երեխա ունենում։ Ու մարդը նայում է սաղորը։ Հեն ժամը 5-ը գալիս է կովերը գոռում են, ջան, սպասի տենամ Գավիոտաս ինչ արեց։ Գիտեք, սա վտանգավոր է։ Ելից 32:21, նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Մովսես ասեց Ահարոնին, այս ժողովուրդը ինչ արեց քեզ, որ նրանց վրա այսչափ մեծ մեղք դրեցիր։ Ինչ մեղք էր դրել։ Ժողովուրդը Եգիպտոսից դուրս էր եկել, Մովսեսի հետ տեսան, ծովը ճեղքվեց, հալելույա։ Քանիստ եք այստեղ հրաշքներ տեսել։ Ուզում եմ ձեր ձեռը տենամ։ Ոմանք տեսել են, ոմանք չեն տեսել հրաշքներ։ Ոստեղ եղել եք։ Հրաշքներ տեսել եք։ Հա։ Բա ձեր ձեռերը չեն դնում դրա համար։ Տեսան ծովը ճեղքվեց, այդ ամենի միջով տեսան, հալելույա, մեր Աստված ամենազորավորն է, կանայք վերցեցին թմբուկները սկսին նվագել, բոլորը պարում էին։ Մովսես ասեց ժողովուրդ, խելոք կպահեք դες, իմ բառերով եմ ասում, այդպես չի գրված։ 40 օր բարձրանում եմ Տիրոջ հետ հանդիպման։ Մովսես ջան, պրոբլեմ չունես, դու գնա, մենք ինչ պետք է սաղ կանենք։ Մովսեսը Տիրոջ հետ հանդիպման էր։ Ասեց գնա, Մովսես, գնա տեսես ինչ ձեներ է գալիս, գնա տես ժողովուրդը մոլորվեց։ Ու գիտեք ինչ արեցին։ Ասեն լսի Ահարոն, այս Մովսեսը գնաց խաբար չենք, բայց գիտեք ընդամենը ասել էր, որ գնում եմ Տիրոջ հետ հանդիպման։ Չգիտենք ինչ եղավ, այլ մերը բան Աստված սարքի։ Հիմա տեսեք, ամենավտանգավորը ո՞րն էր, որ այս մարդիկ ապրել էին մի հասարակության մեջ, որտեղ տեսել էին կռապաշտությունը, որ Եգիպտոսում շատ կուրքեր է։ Իրանք այս կուրքից հելում էին, այն կուրքին էին երկրպագում, այս կուրքից այն կուրքին, ամեն տեղ կուրքեր կար։ Եվ այս մարդիկ մեծացել էին այդ հասարակարգում։ Մովսեսը բացակայեց, Ահարոն մի հատ Աստված սարքի մեզ, ես շիլում Ահարոն, մենք տենանք այդ Աստծուն, մենք շոշափենք։ Ահարոնն էլ էր մեծացել այդ հասարակարգում։ Ասաց իշքան ոսկի ունեք հավաքեք։ Լեցենք ինչ դուզ գա, դուք պատկերացնում եք մարդկաց լոգիկան։ Ինչ հելնի, ձուլեցին հորթելա։ Սո սկսեցին պարել, ամեն այլանդակություններ անել։ Աստված Մովսեսին ասաց Մովսես գնա ժողովուրդը մոլորվավ։ Նայեք, գիտեք ամենավտանգավորը որն է։ Դու ապրել ես աշխարհում։ Ունեցել ես աշխարհիկ շատ սովորություններ ու պրինցիպներ ու չգիտեմ մեղքեր ու չգիտեմ ինչեր։ Դուք մի օր ապաշխարել ես, եկել ես եկեղեցի։ Բայց գիտեք վտանգավորը որն է, որ այս ժողովուրդը Եգիպտոսից դուրս եկավ, բայց Եգիպտոսը իրենց ներսից դուրս չեկավ։ Վտանգավորը գիտեք որն է, որ մարդը մեղավոր կյանքից գալիս է Աստծուն, բայց մեղավոր վիճակ իր ներսից դուրս չի գալիս։ Ինքը ֆիզիկապես Աստծո տան մեջ է, բայց ներքուստ ինքը Եգիպտոսում է։ Դու կարող ես լինել եկեղեցում, գիտես։ Դու կարող ես լինել աղոթքներին, դու կարող ես լինել քարոզներին, դու կարող ես լինել փառաբանության երեկոներին, բայց քո ներսում քանիստ եք տեսել Սայաթ Նովակինոն։
Գիտեք, վերջում որ իրան ակսորում են, գալիս է քահանան, ասում է Ստեփանոս, աղոթիր Ստեփանոս, շրջվում ասում է աշխարհը սրտիս խիստի կպած։ Այ դու 20 տարի եկեղեցում ես, բայց 20 տարվա մեջ վատ սովորություններ ունես, որ չես թողում։ Աշխարհում օրինակի մար խմում էիր, եկել ես Աստծուն, հենց մի քիչ դժվարելում, նայում ես մարդ չկա, բարամ, այդ մեզ մարան, չգիտես ինչի հավատացյալի տանը օղի կա, չգիտես ինչի հավատացյալի տանը գինի կա, ու եկած կամանց գնում է, բարամ եկել մտնում է մարան ես դուսա գալի, բարամ, ասեց արդեն։ Քեզ եկել է եկեղեցի, բայց այդ մեղավոր բնույթը իրա մեջը էլի հետ է եկել է, ուր գնում է իրա հետնա։ Գիտեք, այս մարդիկ այդպիսին էին, իրանք դուրս եկան Եգիպտոսից, բայց Եգիպտոս իրանց մեջից դուրս չեկավ։ Ինչի են շատ մարդիկ հաճախ գալիս եկեղեցին, մի ամիս, 5 ամիս, 8 ամիս, մի տարի հետո նորից հետ են գնում։ Գիտեք ինչի, որովհետև մենք խնդրում ենք որ նկարը ցույց տվեք։ Գիտեք ինչի, որտեղ հիմա նայեք, ինչա կատարվում մարդու հետ։ Եվ որ մարդը գալիս է ապաշխարում է, ինք ասում է Հիսուս ջան, ների ինձի, մաքրի ինձի, իր մոտ այս վիճակն է։ Տերը ներում է, մաքրում է, ասեն ծաղանում է, բայց կամանց, այս մարդու բնավորության մեջ կան այսպիսի սերմեր, որ ստեղից սկսում է սենց մանրից աճել։ Եվ ինքը դրանց չի հետևում։ Աշխարհում կնամոլ էր, եկավ Աստծուն, ամառ ասում է եկեղեցում սաղ քուրիկները սուրբ են, ես ում նայում եմ, բոլորին ճպտում ասում են, եղբայրս կամ քույրս, ես թե բան չեմ կարա, անդրից աշկը մեկ էլ տենում ես տնգում է դուրսը, ու մեկ էլ մի օր տենում ես, չկա, ասում ես եղբայր ուր ես, չգիտես, մեղքի մեջ եմ ընգե, ասում ես ես չէ որ մեղքից դուս էիր եկել, պրոստը մեղքը հետը եկել էիր, ծածկում էիր, մեծացավ, արդեն փորը տերևում էր, ասիր ավելավ եկեղեցուց փախնեմ դրսում ծնվի, ու փառքասում գոն եկեղեցում չծնվով էլի, քեզ հետո կամանց, մարդը նորից վերադառնում է նրան, տեսեք այս մարդիկ դուրս էին եկել Եգիպտոսից, գիտեք մենք մեր աչքերով հիմա կամ դուք որ մեզ նայում եք, ոչ մեկս են հրաշքները չենք տեսել, ինչ որ կատարվեց Եգիպտոսում, համաձայն եք, նման հրաշքներ մենք չենք տեսել, մենք չենք տեսել, որ մեր հոտերը առոք մնում են, թե բոլոր աշխարհիկների հոտերը կարկուտը ջարդու փշուրարեց, ասում են տեսակ ինչ Աստված ունենք, այդպես բան մենք չենք տեսել, ու չտա Աստված էլ որ տենանք, բայց դեք այդ մարդիկ, ընդհանրապես Մովսեսը մի քանի օր իրանց հետ չէ, մի հատ ֆիլմ կա, էլի ես տեսնում ես, շոյերները փոխեցին, միջև այդ ուրիշ հագուստներով էին, շոյերները փոխեցին, սկսեցին ստեղ այդ կոպեկներով չգիտեմ ինչ որ սկսում են այդ ֆիլմի մեջ սկսում են շղշել ու սենց ու գիտես այդ ամեն ինչը գայթակղում են մեկ-մեկու ու այդ ամեն ինչը վերջ անհարակություն էր գիտեք աշխարհը Եգիպտոս իրենց սրտում դուրս եկան գիտեք ես հանդիպել եմ մարդկանց որոնք հանցավոր աշխարհում ապաշխարել են բայց գիտես միջև հիմա ինչ կա ապե ասում ճիշտ ասած ոչ մի բան չկա փառք Հիսուսին լավ ապա ասում լսին դու քրիստոնյա մարդ ես ինչ ապե իբր հումոր անում սի իմ համար ընդունված հումոր չի ես էլ եմ ապաշխարել հանցավոր աշխարհից եկել բայց ոչ մի անգամ դուք չեք տեսնում նման լեքսիկոն գիտեք ես այն ժամանակ սկսած աղոթել եմ Տեր Այս Եգիպտոս իմ սրտից դու մաքրվի, վերջ, հիմա նայեք, այսօր աշխարհը տարբեր բաներ առաջարկում, նպատակը մի բան է, քեզ գցելու մեղքի մեջ, Հռոմեացիս 6:23-ում ասում է մեղքի վարձքը մահ է, հիմա նայեք, այստեղ այս բույսը մեռնում է, եթե այս բույսին մոլախոտերից չմաքրեն, ինքը չորանալու է, եթե դու քեզ մեղքերից չմաքրես, դու չորանալու ես, Հիմա կասես, ես եմ մեղքերից ինձ մաքրելու։ Չէ որ Հիսուսն է մաքրելու։
Կարամ քեզ մի հատ բան հարցնեմ։ Քանիստ եք ձեր ատամները լվանում։ Ոմանք լվանում են, ոմանք չեն լվանում։ Ոմանք չեն լվանում։ Ես ձեզ խորհուրդ կտամ լվանալ։ Հանեք լվացեք տեղը դրեք։ Դա հումոր էր։ Հիմա նայեք։ Ու դու ասում ես, ինչի՞ չէ ես օրինակ հիմա ատամի մածուկը հելում գալիս իմ ատամները լվանա։ Գիտեք, այդպես չի լինում։ Դու պետք է վազես Հիսուսի մոտ։ Հովհաննեսի թղթերում ասում է, եթե խոստովանենք, հավատարիմ ու արդարենա, որ մեզ կմաքրի։ Դու պետք է վազես Հիսուսի մոտ։ Դու պետք է ասես, Տեր, այս մեղավոր վիճակը, այս սովորությունը, այս բնավորությունը, այս ընկերակցությունը ինձ ուժ ու զորություն տուր, որ այս ամեն ինչից մաքրվեմ։ Գիտեք, խնդրում եմ ինչ որ կասեմ, ոչ մեկին նկատի չունեմ։ Իմ կինը գիտի, որ ես իմ 5 կյանքից նվերներ ստացած բաներ ունեմ։ Ինչ են ասում, թզբե ունեմ։ Գիտեք, ոչ մի անգամ ես չեմ օգտագործում դա։ Ուղղակի այն հին հիշողություններ կան ընկերների հետ կապված, իրանց վրա են գրած է, նվեր Հովիկին ես ինչից, նվեր սենց։ Գիտեք, իմ կինը տենց հուշանվերների հավաքածու ունի մեր տան, էլի։ Այն 5 կյանքից էլի բաներ կա։ Ու դուք պատկերացնում եք հիմա այստեղ կանգնած, ժողովուրդ ջան, պետք է մեղք չգործեք, ու սենց խաղացնում եմ այդ ամենը։ Կասես ընկեր, մի հատ քո սովորություն, գիտեք, սովորությունը թող։ Չէ՞ որ այդ նույն սովորությունը անում են այն մարդիկ, այդ աշխարհի ներկայացուցիչները, եթե նույն բանը ես եմ անում, ինչով եմ իրենցից տարբերվում։ Նույն Եգիպտոսի ներսումը Եվ Աստծո խոսքը ասում է մեղքի վարձքը մահ է։ Դու հոգևորապես մեռնում ես, քո ֆուտլերը կա, բայց մեջդ էլ զորություն չկա։ Դու ֆուտլերով նստած ես եկեղեցում, բայց ներսդ մեռած է։ Ու բողոքում ես ինչի է իմ կյանքում էսպես։ Ուզում եմ ասեմ, բայց ինչի պետք է այդպես չլինի։ Չար ընկերակցությունը բարի վարքը ապականում է։ Գիտեք, դա շատ տարիներ առաջ էր։ Խնդրեմ գաք նվագեք էլի։ Եկեղեցու քույրերից մեկ եկել էր մեր տուն, դերեն ժամանակ իմ ավակ որդիս փոքր էր։ Երևի մի 8-10 տարեկան կլեր, չէ, այդ ժամանակ։ Գիտեք, իմ ավակ եղբայրս եկել էր մեր տուն, ինքը գիտի, որ մեր տանը խմիչք չկա, եւ իր հետ մի շիշ գիներ բերել, նոր տարվա այդ արարողություններ ուներ, ինքը իր գինին բերել էր, նստավ մեր տանը իր գինին խմեց, տակը մի փոքր մնացել էր, կինս հետո էլի հյուրեր որ եկան, կինս անհարմար զգաց, արդեն քրիստոնյաներ են եկել մեր տուն, անհարմար զգաց, վերցրեց այդ գինին դրեց խոհանոցում գետնի վրա, այս երեխեքը որ բարձրացան երկրորդ հարկ, տեսել էր այդ տղան, այդ գինին դրած գետնի վրա։ Դա գիտեք իմ համար շատ ցավալի է, բայց նաև ես հպարտ եմ, որ դրանց դու այդպես չեղավ։ Գիտեք, այս տղան համոզում է իմ տղային, բա գինին բեր վերև։ Մենք նստած ենք ներքևում, այդ գինին հանում են վերև, մարդը մի կոֆե բաժա գինի են խմում։ Գիտեք, որ ես իմացել եմ, ես շատ խիստ եմ պատժել իրան, հետո նստել եմ իր հետ լացել եմ, որ ես ասում փոխանակ դու իրան քարոզես, որ ինքը դառնա, ինքնա քեզ համոզում, ինքը ասես պապ, ես քեզ խոստանում եմ, որ երբեք այդպես չեմ անի։ Գիտեք, իրականում տենց էլ եղավ։ Հետո ինքը այնի կազմակերպությունում առաջի տեղը գրավեց մեր մարզում, գնաց Երևան, հետո ինչ-ինչ պատճառներով չտարան այդ մրցումներին, պապ ասեց, բոլոր մեր այդ այնի հաղթողներով գնում ենք ձորի ձորում ինչ-որ քեֆ անելու, թույլ կտաս, ասի գնա։ Գիտեք, ես երեկոյան գնացել եմ իրան վերցնելու, իր վրայից գրամ ալկոհոլ չկար։ Գիտեք, ինքը ամեն տեղ մտնում էր ու ինքը իրան քրիստոնյա էր պահում։ Գիտեք, ես միջև հիմա իմ համար ցավ է, որ ես իրան խիստ պատժել եմ։ Բայց գիտեք, նաև հպարտ եմ նրանով, ուրախ եմ նրանով, որ դա դարձավ պատճառ, որ ինքը երբեք ալկոհոլի բաժակ իր ձեռը չեղավ, այլ ավետարն է իր ձեռը։ Սելի եկեղեցի կամ այլ մարդիկ, ովքեր որ մեզ կլսեք, ձեր չար ընկերները
ձեր աշխարհի ընկերները մի օր ձեզ գցելու են մեղքի մեջ։ Եթե դուք չեք կարող իրանց Քրիստոսին բերել, իրանք են քեզ տանելու հետ։ Փոխեք այդ ամենը։ Դադարեք մեղք գործելուց։ Գիտես, մեղքը քեզ սպանում է, քեզ հոգևոր մահվան է տանում։ Գիտեք, քանիստ եք տեսել սարդոստայն, որի մեջ կա ճանճ։ Գիտեք, սարդոստայն, երբ որ հյուսում է սարդը, ինքը սպասում է։ Գիտեք, ճանճերը սարդոստայնը չեն տեսնում։ Իրականում չեն տեսնում։ Եվ գալիս են ունգնում են ու սկսում են, երբ որ իրանք պայքարում են, որ դուրս գան, այդ թել ունենք իրա ոտին կապած, այնտեղ ծնգլ զանգը գալիս է, մեկ ընկել է, մեկը տենում ես ինքը եկավ սենց։ Գիտեք իրանք ինչ են անում, սարդերը ունեն ասեղ, իրեն գալիս են սենց ծակում են, այդ թույնը սրսկում են ճանճի մեջ ու նորից իրանք իրանց են ձևով հետ են գնում։ Մի կարճ ժամանակ հետո այդ թույնը գիտեք ինչ անում, ամբողջ ճանճի ներսը քայքայում է, դառնում է հեղուկ։ Հետո գիտեք այդ նույն սարդին ինչ անում, եկա, արդեն աբեդս պատրաստ է, գալիս այդ նույն կնճիթը մտցնում է, փորձեք նայել, սիրելի քույրեր կամ եղբայրներ, ցանկացած ճանճ, որ ընկած է սարդոստայնի վրա, սեղմեք, ինքը փշրվում է, իրեն ներսում էլ օրգան չկա, մեղքը այդպիսին է։ Գիտես, քո ներսում ինչքան արժեք ունես, քայքայում է, ֆուտլյարդ կա, ներսում ոչ մի կյանք չկա, նայում ես մարդու աչքերին, դեռ ես մեռած է, գիտես ինչի որտեղ ներսում արդեն ամեն ինչ քայքայվել է, բայց նայում ես այն մարդկանց աչքերին, ովքեր որ իրականում Քրիստոսով լցված են, կյանքը հոսում է։ Թույլ մի տվեք, որ մեղքը ձեզ իշխի։ Ես շատ եմ լացել, տղայիս պատժելու համար, բայց եւ այնպես ամեն անգամ արցումներս մաքրելուց հետո ասել եմ, շնորհակալ եմ, որ դա դարձավ պատճառ, որ ինքը այդ մեղքի մեջ էլ երբեք չհայտնվեց։ Եվ որ ես մեկ անգամ երիտասարդական ճամբարում էի, ու պետք է ծառայեի, ու ես խոսում էի, այնտեղ տղաներ կային ձեռքերը բարձրացրին, որ հադրութում իմ տղայի ծառայում, այդ ժամանակ միջև պատերազմն էր։ Ասին մենք ճանաչում ենք ձեր տղայի։ Դուք էլ քիչն եք խոսում իր մասին։ Ինքը ավելի սուրբ ապրում բանակում, քան դուք մտածում եք։ Մենք ճանաչում ենք իրեն։ Գիտեք, այնքան կարևոր ապրել սուրբ։ Կասես, բա լուծումը ո՞րն է։ Մի հատ լուծում կա, սիրելի եկեղեցի կամ մարդիկ, որ մեզ կլսեք։ Դա միակ լուծումն է հոգով լցվելը, Աստծով լցվելը, Աստծո զորությամբ լցվելը։ Այդ դեպքում դու կարաս քո բնավորությունը փոխես, սովորությունները փոխես, չար ընկերակցությունը փոխես։ Գիտես, եթե դու նստես քո ընկերների մոտ ամեն անգամ պատմես Հիսուսից, հավատացեք իրանք են գնալու։ Գիտեք, իմ նախկին ընկերներից մարդիկ են ասում, մենք երազում ենք տեսնել մեկ օր, քեզ մեկ բաժակ խմելուց։ Ասի ծոծորակդ կտեսնես, բայց առանց հայելի, ծոծորակդ կտեսնես, բայց դա չես տեսնի, որ իմ ձեռքին գավաթ լինի ու ես խմեմ։ Հասկանում եք։ Աշխարհը փափագում է քեզ տեսնի մեղքի մեջ, գիտես ինչի, որ հետո դա վերցնի ու սկսի քեզ խարազանել։ Բայց դու ասում ես հավատացյալ ենք, ու սկսել են քեզ ծաղրել, ոնց որ Սամսոնին արեցին։ Ծաղրեցին իրեն։ Կամաս նվագեք, ծաղրեցին։ Վերջում ասել բերեք, տենանք այդ Սամսոնը հսկայական բազմություն էր հավաքված։ Բոլորը ծիծաղում էին Աստծո օծյալի վրա, որտեղ ինքը ընկել էր մեղքի մեջ։ Ապաշխարեց ու ասեց, Տեր, գոնե մեկ անգամ էլ քո օծությունը իջացրու իմ վրա։ Ու բոլորը մտածում էին, այս են խեղճ ու կրակ աղացի այդ քարտ պտտողն է։ Ու սեղմեցությունները փլվեցին։ Գիտեք, Աստված չի ուզում, որ դու նման վերջ ունենաս։ Աստված ուզում է դու փառավոր վերջ ունենաս։
սրբությունով, զորությունով, պտուղներով լցված ավարտ ունենաս քո կյանքի որոշված ժամանակին։ Եթե լավը անես։ Հռոմեացիների թղթերի մեջ գրում Աստծո կամքը բարիա, հաճելիա ու կատարյալա։ Մյուս թարգմանության մեջ խոսում ասում է Կայենին, եթե բարի անես, այսինքն եթե դու Աստծո կամքը անես, դու մեղքի մեջ չես լինի։ Ինչ եք մտածում, եթե Դավիթը այդ օրը իր զինվորների հետ մարտի դաշտում ելներ, մեղք չէր գործի, որտեղ Բերսաբեին չէր տենա։ Գիտես այնքան մարդիկ կան, որ գիտես փոխանակ Կիրակի օրը Տիրոջ տանը լինեն, երկրպագության փառաբանության մեջ լինեն, տունը նստած կամ ինտերնետում կամ չգիտես որտեղ կամ դաշտում, գիտեք այնքան մարդիկ ասում գնացինք աշխատեցինք, փողները շտվեցին։ Ասում դա ձեր կյանքի որոշումն է, ես իրավունք չունեմ ասելու, եք այդպես արել։ Չենք հաշվում բացառիկ դեպքերը։ Ու մարդը ասում է օրհնված չեմ։ Սել եկեղեցի, լցվեք հոգով։ Լցվեք Աստծո Սուրբ հոգով։ Լցվեք երկնայինով։ Այդ դեպքում դուք մեղքի հարցերը կլուծեք։ Ոչ թե ինքը ձեր հարցերը կլուծի, այլ դուք իր հարցերը կլուծեք։ Գիտես, բնավորություն ունես, որ պատասխանատվություն չես ուզում բացարձակ քո վրա վերցնես։ Եվ գիտես, երբ որ դու ոչ մի բանի պատասխանատվություն չես ուզում, դու ամեն անգամ սենց այն բաները որ կանեն, սահորդները, որ դահուկաս այդ որ սպորտում որ իջնում են, այդ բանը փախտում ես ամեն ինչից։ Բայց իրականում դու պատասխանատվություն վերցնես քո վրա։ Ես վերցնում եմ վրա պատասխանատվություն։ Դադարելու եմ այս բանը անել։ Դադարելու եմ այս բանը անել։ Դադարելու եմ այս բնավորության այս գծի վրա ինքան եմ աշխատելու, որ ինչ էլ լինի, էլ ոչ մեկի վրա մունած չգամ, ոչ մեկի չքննադատեմ, ոչ մեկի չասեմ, հələ իրան նայի, ինձ նայի, լսեք այդպես մեկ արեք։ Գուցե Աստված իրան ներսում այնպիսի բաներ ունի դրած, որ գուցե իր ֆիզիկականը քոնի նման գեղեցիկ չի, բայց իր ներսում այնքան արժեքներ կան, որ Աստված նայում է, ասում է լսի, ինչ եք մտածում ամբողջ Հրեաստանում, էլ ուրիշ սիրուն աղջիկ չկար, հələ չգիտենք էլ Մարիամը սիրուն եղե թե չէ, էլ ուրիշ աղջիկ չկար, հա, այստեղ մարդիկ կան, որ տեսել են միս Հայաստանին, երբ որ վերել են ազատագրման աղոթքին, ինչեր էր կատարում իր այդ, նայում էր գեղեցիկ, բոյով, բուսաթով, տեսքը տեղը, ֆիգուրան տեղը, ամեն ինչ տեղը, բայց սարդի պես մոստիչած դալիճում վազում էր, օծի պես ֆշշացնում էր վրես, որտեղ ներսում ուրիշ բան կար։ Գիտեք, Աստված չի նայում դրսին։ Սամուելը նայեց, հորոսից էսի լավ թագավորը, պլոտնի, բոյով, բուսաթով, ծիկ։ Եվ ես նայում ես նայ 8 հատ կուբիկ ունի փորի վրա, ինչ պրես ունի, ինչքան էր սուրը մտցնեն չի մտնի։ Գուցե նայում էր մկոներ, ուրիշ մկոներ ունի։ Աստված էսի չի։ Լուրջ, բայց մտածում է էսի է։ Ասած ուրիշ հա, ես էլ ոչինչ, ես էլ լավ է։ Ասած էլ չկա, ասես կա, մի հոգի կա։ Եկե Դավիթն եկա, կարմիր դուշիկներով, բարված, արևի տակից, եկել եմ։ Ասած ինքն է, ինքը, ասես դու դրսին ես նայում, ես ներսին եմ նայում։ Գիտեք իրականում ենքան կարևոր է որ քո ներսը մաքուր լինի, որ քո ներսը մաքուր լինի, սուրբ լինի, առանց մեղքի լինի, եթե լավը անես, մեղքը քո վրա չի լինի, եթե լավ անես, մեղքը չի լինի, բայց մեղքը պատրաստ ամեն ժամանակ ես պարուրելու, այսօր կարող ես որ ինձի նկատի ուներ, կարող է, աղջի Ռոզան երեկով այստեղ չէր, դու կարող իրան բան ես ասել, այսօր սենց քարոզա քարոզում, փոխանակ գնաս ապաշխարես մտածում ես ով է բան ասել, գիտեք այսօր բոլորին ուրիշ թեմա պիտի քարոզեի, բոլորին ուրիշ թեմա, բայց առավոտը գրիչը վերցել եմ ձեռս ու
Հասկանում եմ, որ պիտի քարոզը մեղքի դեմ։ Քարոզը մեղքի դեմ։ Քարոզը մենք վատ բնավորության ու սովորույթների դեմ, որը որ մեզ տանում է մեղքի։ Դե Հովիվ ջան, ես մեղք չեմ գործում։ Բայց առավոտի ծիրիգուն, պլանշետը կամ հեռախոսը ձեռդ, սաղորը սոցցանցերում ես։ Դե Հովիվ ջան, գիտես եթե Սիմոնում դու ամբողջ օրը սոցցանցերում 5000 հոգու ավետարան ես քարոզում, ասում ես ժողովուրդ, այսօր խմբակ ենք անելու, 5000 հոգին քարոզում ես 5000 հոգին լսում եմ, իրականում կխոնարհվեմ, կասեմ շարունակի։ Սրա նկարի տակ սրտիկ ես դնում, նրա վիդեոն սենց ես անում, նրան սենց ես անում, նրան նենց ես անում, եկել եմ ես օրդ պրծավ, ոչ ճաշ շեփեցիր, ոչ հայաթդ մաքրեցիր, ոչ գործ արեցիր, հետո էլ Հովիվ ջան ինձ հալածում են։ Ինչ են հալածում, ասում են դու չպետք է գնաս եկեղեցի, ինչի, ինչն է պատճառը։ Դե չեմ հասցնում տան գործերը, քիչ պետք է հեռախոսիդ մեջ։ Փոխեց սովորությունը։ Փոխեց սովորությունը։ Այդ դեպքում կտեսնես ամեն բան կստացվի։ Եվ որ դու սկսես հոգով լցվել, Աստծո զորությամբ լցվել, ուժեղանալ, գիտես դու մեղքին կհաղթես։ Եգիպտոսը քո մեջից դուրս կհանես։ Կասես Հիսուս ջան, ես Եգիպտոսը չեմ ուզում։ Գիտեք ինչի մարդիկ չեն փոխվում։ Իրանք գալ նստում են ֆիզիկապես Աստծո տան մեջ, բայց իրանց ներսը Եգիպտոսը։ Հենց այս դռներից դուրս են գալի, աղջի մեռածին հələ նայի։ Գիտեք, մարդը չի փոխվի, որտեղ իր ներսը դեռ Եգիպտոսն է, բայց իր ներսը պետք է փոխվի, ներսը։ Ու դու պետք է ապաշխարես։ Մեկը մեկին չի կարող 5 րոպե սպասել։ Ինչ վատ բառ ասես արդեն ասում է։ Դադարեք։ Դադարեք։ Մեղքի վարձքը մահ է։ Դադարեք մեղք գործել ժողովուրդ։ Աստված ձեզ կանչել է մեծ բաների համար։ Դադարեք մեղք գործել։ Գիտեք, մեղք գործելը նա չի, որ դե Հովիվ ջան, ես շնություն չեմ անում։ Մարդ չեմ սպանել, գողություն էլ չեմ անում։ Այն որ քիթը սաղի գործերի մեջ խոթում ես ու սաղի բամբասում ու դադում ես ու չգիտեմ, մեկը փողոցով անցնում է, պատուհանից ցած նայում ես, հետո վազում ես միանը, հուր գնաց էնի ուր գնաց, էնի ինչ արեց տունը ու եկավ, արես մեբել բերեցին ես ազատես տունը, այդ որտեղից 5 երեխան բաց մայ փող չունեմ, այդ որտից է եկել, բայր մեկինը սենց եղավ, լսեք, ապրեք ձեր կյանքով, դադարեք նման ձևի ապրել։ Մեղքը մեղքի վրա կուտակվում է ձեր կյանքում եւ այդ ամենը ձեզ դժոխք կա տանել։ Ուրախացեք։ Ինչ լավ հարևանս ավտո առավ։ Վաու, ես մի եղբայր էլ մեբել է օրնվել։ Հիսուս ջան, ինքան շնորհակալ եմ քեզ, ես օրհնում եմ իրան։ Բայց խնդրեմ սելի եկեղեցի մտածեք։ Մտածեք։ Ուզենամ կանգնես ոտքի։